Արսեն Համբարձումյանն է, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ ուր է գնում, հաստատ ոչ Թայլանդ, այնտեղից վաղուց է վերադարձել։ Զարմանալ պետք չէ, փոքրիկ երազանքի հետքերով առաջին անգամ ֆայտոն է նստել։ Քանի որ Գյումրին շատ կոլորիտային քաղաք է, ունի իր խորհրդանիշները, որոնցից մեկը հենց ֆայտոնն է, որոշեցի վարպետաց փողոց գնալ հենց վարպետների պես։ Արսենը որոշ ժամանակ լուռ էր, խոստովանեց, մտքում առաջադրանք չէր լուծում, պարզապես բառեր գտնել էր դժվար, անսովոր է, բայց շատ հարազատ։ Ինձ զգում եմ իսկական գյումրեցի և հպարտ եմ դրանով։ Թվերի գիտակը քայլերն ուղեց դեպի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան։ Մաթեմատիկայի լեզուն հստակ իմացողը կարող է նաև շատ տարբերվող նախասիրություն ունենալ, ֆիլմեր, ավելին հայկական, այն էլ միայն մեր Ֆրունզի մասնակցությամբ։ Իմ ամենասիրած դերասաններից է, բոլոր ժամանակների լավագույն դերասաններից։ Ուրախ օտախոր մարդ էր միաժամանակ, իսկական գյումրեցի։ Ֆրունզը առանց Գյումրու և Գյումրին առանց Ֆրունզի անհնար է պատկերացնել։ Մհեր Մկրտչյանը մի առիթով ասել է, դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր։ Արսենն ասում է, Ֆրունզի խոսքերն ու հայտնի արտահայտությունները մշտապես իր հետ են։ Դերասանական խաղն է հրաշալի, այլ նաև կան հիշվող առարկաներ և հիշվող արտահայտություններ, օրինակ 0199 ֆիլմից հիշվում է Դագարիկը և մի արտահայտություն եմ հիշել, ախպեր ջան, ես ինչ հաշիվա։ Ախպեր ջան, ես ինչ հաշիվա։ Ամենահայտնի առարկաներից մեկն է Կամոդը, որի մասին ֆիլմը նայել եմ մի քանի տարի առաջ, լավ հիշում եմ։ Այ մարդն չի բերի, Ռուբեն կհասկնաս, ըդի Կամոդը ընձի պետք չէ, ըդի Կամոդը իմ դժբախտությունների պատճառն է, այ մարդ։ Տղա ջան, դու գնա, շնորհակալ եմ։ Վարդուս ջան, ջալիլ մերդիմ, կտալիմ են կնի քսե պետք չէ, դու քսեց պետք չէ, հեմի ես ինչ եմ լավ։ Շատ կսիրեմ Լեննագանի հին փողոցներով քելել ու որոնց մեջ կան շատ ֆիլմերի տերվակներ։ Երանգյունի ֆիլմից Պատշգամբն է, որում հենց խաղում է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Կհիշեմ մի հատ տերվակ իր արտահայտություններից, կսե համոն փողը չի տվել։ Ուստա, համոն փողը չի տվել։ Սիրում եմ համեստ մարդկանց, ասել է Ֆրունզը, վարպետը կարող է հանգիստ լինել, քաղաքը համեստ մարդկանց հուսալի ձեռքերում է։ Ամբողջ աշխարհում Գյումրու անունը բարձր պահած Արսենը մեր այսօրն է ու վաղվա մեծ հեռանկարով երիտասարդը։ Նազիլ Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։